Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, մեկ առիթով ուզում եմ հիշեցնել եւ նաեւ թարմացնել մեր բոլորի հիշողությունը։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կանգնած լինելով Բաղրամյան փողոցի վրա ոստիկաններին ասում էր. «Մեր եւ ձեր հայրենիքը սարքում են Ադրբեջան»։ Եթե անկեղծ լինենք, տվյալ մարդուն չճանաչելով, լսելով այսպիսի արտահայտություն, կասենք, որ այս մարդը իրոք ուզում է պաշտպանել հայրենիքը, պետությունը եւ թույլ չտալ, որ տվյալ պետությունը գնա վիլայաթացման ճանապարհով, այսպես ասեմ։ Բայց Տիկին Երեմյան, դուք նաեւ իշխող ուժի խմբակցությունում եք եւ ցանկացած հայտարարություն, երբ որ անում եք ձեր քաղաքական ղեկավարը, դուք կիսում եք նաեւ այդ պատասխանատվությունը։ Եվ այն ճանապարհը, որը անցել է նա, դուք կիսում եք այդ ճանապարհը։ Եվ այդ ճանապարհին, ինչպես տեսանք, եղել է 3 պատերազմ։ Եվ այդ 3 պատերազմը պետք է արձանագրեք, դրանից փախնել պետք չի։ Եվ ամբողջ խնդիրը նրանում է, որ հասարակությունը տեսավ, ձևավորվեց իշխանություն, ստացավ փաստացի 3 պատերազմ, ցավալի է սիրելի հայրենակիցներ։ Եղան ցավալի դեպքեր, կորուստներ, զոհեր։ Իսկ դուք հիմա ինչ կասեք դրա վերաբերյալ, երբ որ իմանաք, որ վերջի 5 տարիներում իշխող խմբակցությունը ստացել է պարգևավճարների մեծ քանակ։ 21 թվականին ստացել են 787 միլիոն դրամ պարգևավճար, 22-ին 724 միլիոն դրամ պարգևավճար, 23 թվականին 450 միլիոն դրամ պարգևավճար։ Մի րոպե, պարոն Մանուկյան, ներողություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանել լռություն։ 24 թվականին 440 միլիոն, 25 թվականին 450 միլիոն պարգևավճար։ Եվ սա միայն նրա համար, որ բոլորը ստացել ենք ցավ եւ կորուստ։ Հիմա կասեք, այստեղ բացի падգամավորներից նաեւ այո կա նախկին, այսօրվա իշխանության նախկին աշխատակազմի ղեկավար եւ նաեւ ձեր տեղակալը, որը նստում է այնտեղ բարձունքում։ Ինչ պարգևավճար են ստացել աշխատակազմը, վարչապետի աշխատակազմը, այո։ 21 թվականին 1.7 միլիարդ դրամ, 22 թվականին 1.8 միլիարդ դրամ, 23 թվականը մոտ 1.4 միլիարդ, 24 թվական մի հատ էլ 1.4 միլիարդ, 25 թվական մի հատ էլ 1.4 միլիարդ, ինչի համար, որպեսզի բոլորը ստանանք ցավ եւ կորուստ։ Սա այն կարևորագույն հարցն է, որ մենք ինքներս պետք է տանք։ Զարմանալի մի բան է, որ այս ամբողջ գործելավոճի մեջ կարևոր է, որ արձանագրենք, որ նրանց քաղաքականության արդյունքում եղել է զիջողական տրամաբանություն, դիվանագիտության մեջ, ամբողջ իրենց քաղաքական ուղու մեջ եղել է դիվանագիտության մեջ, նույնիսկ եղել է զիջողական։ Ես ուզում նաև ընթերցել, դուք հիմա կասեք սիրելի հայրենակիցներ, թե ինչի համար են այս գումարները ստացել։ Մի փոքր արձանագրենք միասին։ Զիջել են դիվանագիտությունը, դուք նաև զիջել եք Արցախը, Արցախի մասին խոսույթը, զիջել եք ցեղասպանության միջազգային իրավունքի ճանաչման մասին պահանջը, զիջել եք հայկական սիմվոլները, զիջել եք Արցախի ռազմաքաղաքական գերիների ետ վերադարձի պահանջը, զիջել եք այն հարցը, որտեղ Հայաստանի սուվերեն տարածքում շարունակում են մնալ հայկա-ադրբեջանական զորքեր, զիջել եք անգամ երբ Ադրբեջանի առաջնորդը Սևանա լիճը այլ անվանումով է անվանում։ Չկա համապատասխան, եւ դուք զիջել եք դա։ Զիջել եք մեր ինքնությունը, զիջել եք հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակի ուժեղ տեսակը, ձեր մեջ զիջել եք դա։ Զիջել եք Հայաստանի բարձր միջազգային նշաձողը, զիջել եք ժողովրդավարությունը, զիջել եք Հայաստանի սուբյեկտայնությունը, զիջել եք Սփյուռքի հետ կապը, զիջել եք ուժեղի դիրքերից բանակցելու տրամաբանությունը, զիջել եք հայ արժանապատիվ ապրելու իրավունքը, զիջել եք Հայաստանի շահը պաշտպանելու ձեր ցանկությունը եւ ամեն զիջել եք միակողմանի։ Զարմանալի է, որ զիջել եք միակողմանի։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը չունենալու համար, որպեսզի կարողանաս ուղղել մեջքդ եւ նորից շարունակել քայլել առաջ, մեզ պետք է ընդհանրապես մի ազնիվ մի բան, փոփոխություն։ Իրականում զարմանալի է, որ մարդիկ կարող են սխալվել, բայց այդ սխալից կարող են դասեր քաղել։ Ուղղակի զարմանալին այն է, որ եւ դուք, որ նաեւ ձեր քաղաքական առաջնորդը դասեր չքաղեց իր սխալներից։ Իսկ Տիկին Մանուկյան, ձեզ ցանկանում եմ
համբերատար աշխատանք, ուժ, այնպես որ ուժեղ Հայաստանում դուք կարող եք ցույց տալ նաև թե ինչպես կարող է լինել իրական հայ կին տեսակը։ Շնորհակալ եմ։